Տիկին Ղազարյան, հիմա ես ինձ նամակ գրողներին ինչ եմ պատասխան տալու, որ իրանց թեմայով այսօր չեմ խոսում, շեղեցիք ինձ, հա, շեղեցիք ինձ, բայց դե ոչինչ, վաղը խոսամ, նախ ուզում եմ առիթից օգտվելով բոլորին եւս մեկ անգամ հիշեցնել, որ Հայաստան խմբակցությունը միացել է իմպիչմենտի գործընթացին, պետք չի ստեղ մանիպուլյացիայի ենթարկել մեր հայրենակիցներին ասելով, որ չգիտեմ, 3 հոգի, 2 հոգի եւ այլն։ Խնդրում եմ ինչ խանգար եք, էլի, ես ձեզ խանգարում եմ, Տիկին Ղազարյան։ Ինչ վերաբերվում է իմ գործընկեր Աննա Գրիգորյանին, ես համոզված եմ, որ դուք էլ սոցիոլոգիական հարցումներ անում եք երևի, տեղյակ եք ձեզ սոցհարցումների տեղեկություններ եւ դա ձեր մոտ ջղաձգումներ է առաջացնում Աննա Գրիգորյանի բարձր վարկանիշի հետ կապված։ Դուք տվայտանքների մեջ եք ընկնում, ամեն անգամ գալ այս ամբիոնը օգտագործել մեր սիրելի եւ հարգելի գործընկերոջը թիրախավորելու ոչ ձեզ պատիվ չի բերում եւ ես մի հատ առաջարկ ունեմ, էլի ձեզնից թող յուրաքանչյուրը դուրս գա փողոց եւ Աննա Գրիգորյանը կտեսնեք տարբերությունը մարդկանց վերաբերմունքի եւ գնահատականի։ Ինչ վերաբերվում է իմ համեստ անձին, որ այդքան անդրադառնում եք, ասում եք, ճանապարհորդության ժամանակ եք ինձ հիշում, տարբեր տեղեր հիշում եք ինձ։ Ես արդարանալու ոչ մի բան չունեմ, ոչ էլ ամաչելու բան ունեմ։ Ես միշտ եղել եմ այնտեղ, որտեղ որ պետք է լինեմ։ Չեմ սիրում դրա մասին խոսել, անհամեստություն անել, բայց ես ուզում եմ հասկանալ, թե երկրի եւ պետության համար կարևորագույն ժամանակահատվածներին ով որտեղ է, ես հաստատ բունկերում չեմ եղել։ Իմ հայրենակիցների հետ կոմունիկացիայի հետ կապված, ինձ թվում է, որ գնում եք շրջագայությունների, բանի մի հատ հարցրեք Գառնիկ Դանելյանը Տավուշի մարզում կամ առհասարակ ուրիշ մարզերում կոմունիկացիա ունի թե չունի, կամ ասում եք տարբեր մեր ժողովուրդը եւ այլ։ Իմ հեռախոսի համար իմ Facebook-յան էջում դրած է եւ գիշերվա 4-ին եմ ես, կներեք անհամեստության համար զանգեր ստանում։ Այսինքն ես եւ իմ գործընկերները երբեք իրականությունից չեն կտրվել։ Դուք եք իրականությունից կտրվել։ Ասում եք գալիս եք այդտեղ հայտարարություններ եք անում, ինձ եք նայում, ասում եք 16 միլիոնի ծրագրերը, որ մարդը տունը չի սարքել, էդ եմ ես մեղավոր։ Փաստորեն էդ եմ ես մեղավոր։ Այո, դե ասում ասեք, դե հա, ասեք։ Բայց մի քիչ ասելուց մի քիչ ամաչեք, որովհետև դուրս է գալիս որ այն տարածքները, որ հանձնել եք, ու տեղը ոչ մի բան չեք ստացել։ Այդ նույն բերքաբերությունը ասում եք, ստեղից տալիս ենք, հեսա բերքաբերում ստանալու եք, ինչ ստացաք։ Բայց փոխհատուցումները, այդ մարդկանց գույքը անցել է Ադրբեջանին եւ դուք փոխհատուցում եք տվել։ Ավարտեք։ Կառավարությունը փոխհատուցում է տվել մարդկանց տների գույքի։ Ես չեմ տվել հաստատ այդ տարածքները։ Այդ տարածքները ես չեմ հանձնել եւ ավարտեմ խոսքս պարոն Ռուբինյան, սիրելի հայրենակիցներ, հուսով եմ վաղը հնարավորություն կլինի այն թեմաներին սոցիալական անդրադառնալու, որի մասին ես այդ խոստումները տվել եմ, շնորհակալ եմ։ Ես ելույթ կունենամ։